Մեր հայոց լեզուն չքնաղ է զորեղ սնունդով լեցուն, անարատ ինչպես զուլալ արվի ջուր, սնունդ պարգևող ինչպես այլը։ Մաշտոցից առաջ բյուր հազարամյակներ լեռների վրա դաջված տառերը պահպանում են միշտ հինավուրց լեզուն մեր հայոց ձևի, բայց ափսոս, որ շատերս գիտենք մաշտոցից հետո միայն գիրում ենք։ Շատ զորեղ է մեր հինավուրց լեզուն, գեղամալեռներ, ուկտասար զորեղ, մինչև օրս էլ լեռները կանգուն պահպանում են մեր անարատ լեզուն, գիրը մեր նախնյաց փոխանցել են մեզ բյուր հազարավոր տարիներ անցած։ Գիր չէ դա միայն, զորեղ պատմություն, հրեզորություն իր մեջ է կրող, աստվածների հետ կապը հաստատող։ Ամբողջ աշխարհում ուր էլ որ գնաս, որտեղ էլ ման գաս, նորից կտեսնես քո հայոց գիրը, հայի մշակույթ, լեզուն ամենուր։ Մեր մանուկներին եւ նոր սերնդին ամեն մի ծնող թող սովորեցնի մեր հայոց լեզուն, գիրը մայրենի։ Օտար ամայի անապատում էլ թող հայը երբեք չմոռանա իր հայոց լեզուն։ Հերիք է թողնենք մեր բալիկներին հայ ու բայ ասեն։ Մեր հայոց լեզուն, մեր հայոց օջախ անարատ պահենք, մեր հայոց օջախ միշտ լույսով լցնենք, ոչ թե անպիտան աղտով պղտորենք։ Հայեր լեզուն միշտ պետք է պաշտի, միշտ էլ զորացնի, քանզի մեր լեզուն մեր պահապանն է, պատնեշը լուսե վիշապից փրկող։ Վիշապը միշտ էլ փորձել է շեղել, փորձել ավերել մեր հայ սերնդին, բայց բնավ երբեք չի կարողացել հաղթել արորթուն։ Հայոց զավակներ, պահպանենք հուրը, պահպանենք լեզուն, պահպանենք զորեղ հայոց պատմություն։ Սիրելի ծնողներ, մեր սիրելի աշակերտներ, մանկավարժական կոլեկտիվ, շնորհավորում ենք մեզ բոլորիս այս նոր ուսումնական տարվա արդիվ, նոր սկզբի արդիվ և վստահեցնում ենք ձեզ, որ իսկապես դուք ընտրել եք մի դպրոց, որի մանկավարժական կոլեկտիվը պարտավորվում է գիտելիքներով զինված աշակերտներ և ապագայում շրջանավարտներ ի վերջո պատրաստելու և նոր կյանքին ճանապարհելու։ Օրը հիշարժան է հատկապես առաջին դասարանների ծնողների համար և աշակերտների։ Սպասելիքները մեծ են, ակնկալիքները մեծ են։ Դուք վստահ եք մեզ, համոզված եղեք դրանով, այնուհետև անպայման պետք է Thank you.
շատ տոնական օր է մեզ համար։ Տոնական է, որովհետև մենք նշում ենք տարի ծնունդը։ Իսկ ցանկացած ծնունդ, գիտեք, չէ, մեծ տոն է ու տոնախմություն։ Ատարը ծնվել է շատ դարեր առաջ եւ ստեղծել է ատարը շատ ուրիշ տարերի հետ Մեսրոպ Մաշտոցը։ Դարերի խորքից մեզ է հասել Այբուբենը, տարերը, որոնք շատ դժվար ժամանակներում մեր ազգը, մեր երկիրը հրկել են կործանումից։ Տեսնում եք ինչքան տոնական է մեր դասարանը։ Օրնել է տոնական, պայծառ, արևոտ, արևաշող։ Ես ուզում եմ, որ այսօրվա գույները, այսօրվա տրամադրությունը դուք ձեզ հետ տանեք ձեր ամբողջ կյանքի ընթացքում։ Ես ուզում եմ, որ այսօրվանից ձեզ շատ վառ հիշողություններ մնա։ Իսկ որպեսզի այսօրվա մեր դաս միջոցառումը հաջողվի, մենք պետք է լինենք շատ կարգապահ աշակերտներ եւ ուշադիր լսենք։ Քանի որ խոսեցինք տարերի մասին, Այբուբենի մասին, ես ուզում եմ, որ մենք տոնական տրամադրությամբ էլ սկսենք։ Եկեք լսենք մի երգ Այբուբենի մասին եւ կարող եք ձայնակցել, ովքեր գիտեն։ Լավ։ Մի երկարին ծանծանոտ կբացվի այսօր, ուզում եմ հարազատ դառնա, այդ աշխարհը ինձ համար դառնա, դպրոցի մեջ պայուսակը իմ ձեռքին, գեղեցիկ ու նոր ազգեստը իմ հագին, թող երգը ինձ ընկեր դառնա։
Արավոտ բացվեց, արևը շողաց ու ժպտաց Մի քնքուշ ձայնով երկնա շշնջաց Երկինքը պարզ ու կապուտակ է, ինչպես ծովակ Իսկ երբից եկող քամին օրորեց ծաղիկներին Եվ ասես լիներ այս ամենը մի հրաշ Թափեցի երկնքից կանձեր մեզ համար Հենց այս պահին դարձանք ամենքս մի արևիկ Փոքրիկ մի ուրիշ աշխարհ է սա Շատ բարի Անգամ գիշերը այս պայծառ է մեզ նման Եվ չկա այստեղ ոչ մի տխուր մանգիկ արևիկ Չէ որ երբ է հնչում, չէ որ երբ է հնչում ուրախ միշտ Հեքիաթից կարծես հերոսները խենթ մեզ հյուր է եկել Ահա եկել են ու աշխարհը մեր սիրով լցրել Խաղաղություն բերել շփիտ մանուկներին Երդուսնի լույսով հարթել մեր ուղին Եվ ասես լիներ այս ամենը մի հրաշ Թափեցի երկնքից կանձեր մեզ համար Հենց այս պահին դարձանք ամենքս մի արևիկ Փոքրիկ մի ուրիշ աշխարհ է սա Շատ բարի Անգամ գիշերը այս պայծառ է մեզ նման Եվ չկա այստեղ ոչ մի տխուր մանգիկ արևիկ Չէ որ երբ է հնչում, չէ որ երբ է հնչում ուրախ Մի ուրիշ աշխարհ է սա Շատ բարի Անգամ գիշերը այս պայծառ է մեզ նման Եվ չկա այստեղ ոչ մի տխուր մանգիկ արևիկ Չէ որ երբ է հնչում, չէ որ երբ է հնչում Ահա և վերջ, ավարտվեց մեր առաջին ուսումնական տարին, շուտով կդառնանք երկրորդ դասարանցիներ, պետք է հրաժեշտ տանք Այբենարանին, ես շատ կկարողեմ, թե իմ առաջին դասարան։ Մի տխիրնալ է երկիվան կմտածել։ Գտա, արի կազմակերպել ճամփորդություն երթ դեպի Այբենարաններ վրա գնացքով։ Վահե, անի մեզ օգնության։ Ուշադրություն, ուրախ գնացքը
Սիրելի ուղևորներ, խնդրում ենք զբաղեցնել ձեր տեղերը։ Ես Կարինան եմ, իշկես Էրիկը։ Ես Անահիտ եմ։ Իսկ ես Հրաչը։ Ես Դայանան եմ, իսկ ես Լենդրուֆը։ Ես Անիտան եմ։ Իսկ ես Նարեկ Ղարիբյան։ Ես Մարին եմ։ Ես Գոր։ Ես Հարկավն եմ, ես Նարեկ Ասահակյան։ Ես Հրաչյան եմ։ Իսկ ես Վիգենը։ Ես Վահագն եմ, իսկ ես Ռայել Գալսեմ։ Ես Լենա Շոտն եմ։ Իսկ Սոֆին ու Արմանը այսօր մեզ հետ չեն։ Ինչ է տաչքիր ասվաբույս ստացվել։ Երեխաներ, տեսեք ինչ գեղեցիկ բաց հատ է, ինչքան գեղեցիկ ծաղիկներ կան այստեղ։ Ապա կարդացեք, սա Այբենարան գիտելիքների բացատն է, եկեք շրջենք այս բացատում և հավաքենք այս հրաշալի ծաղիկներից։ Այս ծաղիկը կոչվում է դպրոց, հիշում եք սեպտեմբերի 1-ին, մենք եկանք դպրոց պայուսակներով, դպրոցական համազգեստով, մեզ դիմավորեց մեր առաջին ուսուցչուհին և մենք դարձանք առաջին դասարանցիներ, դպրոցականներ, կատարեցինք մեր առաջին քայլերը դպրոցում։
գեղեցիկ ու նորաց գեստը իմ հագին, թող եղը մեզ ընկեր դառնա, շահիդը հայրիկից ես հետ միշտ մնա, մեր դրոց ենք լնում, սովորել ենք ուզում, այս ուղեցի կրկում, մեծանալ ենք ուզում, առաջինը սարան, առաջին ուսուցիչ, առաջին անգամ այսօր կտարվին ուրից, առաջինը սարան, առաջին ուսուցիչ, առաջին անգամ այսօր կտարվին ուրից. Մենք դպրոց ենք լնում, սովորել ենք ուզում, այս ուղեցի կրկում, մեծանալ ենք ուզում, առաջինը սարան, առաջին ուսուցիչ, առաջին անգամ այսօր կտարվին ուրից, առաջինը սարան, առաջին ուսուցիչ, առաջին անգամ այսօր կտարվին ուրից. Ես կքաղեմ այս ծաղիկը, այն ինչա դուր եկավ, սա նկարվատություն ծաղիկն է, այն դպրոցի մասին է, սեպտեմբերի 1-ին, կարծես մեր մասիրն է։ Հետո մենք էլի շատ նկարվատությունների ծանոթացանք քաղաքում, գյուղում, դպրոցում, Ստեփանում, Արայի ընտանիքը և այլն։ Իսկ դուք Արային ճանաչում եք, Արան մեր լավ ընկերն է, մենք նրա հետ ծանոթացել ենք Այբենարանում, Արան շատ օրինակելի աշակերտ է, մերպես առաջին դասարանցի, նա ոչ մի դժվարությունից չի վախենում և նույն էլ մեզ է խորհուրդ տալիս։ Ահա նախադասություն ծաղիկը, պատմությունը կազմված է նախադասություններից, որոնց սկսվում են մեծատառով, երբ ավարտվում են, դնում են վերջակետ։ Ես կքաղեմ բառեր ծաղիկը, որպեսզի շարունակեմ քո միտքը լեն ռուժ։ Նախադասությունները կազմված են բառերից, որոնք դասավորված են ճիշտ հերթականությամբ, այնպես որ միտք կարտահայտեն, բառերը լինում են միավանք և բազմավանք։
պատմավանք բառերը կարող ենք վանկատել։ Ինձ այնքան է զվարճացնում վանկատման աշխատանքը ծափերով, տնջիկի և ձեռքի շարժումով։ Ապա այստեղ նայեք, այստեղ հնչյուն և տավ, ծաղիկներն են, խայտաբղետ, բաղազայն ու ձայնավոր, հնչյունները արտասանում ենք ու լսում, իսկ տարերը գրում և կարդում, բաղազայները բոլորովին երգել չգիտեն, ձայն չունեն, իսկ այս ձայնավորներ իսկական երգիչներ են։
դան եմ ես, սասնա դավտի տաղն եմ ես, հայ տուտուկի ձայն եմ ես, դրախտային դաշն եմ ես։ Rush
ավտոբուսն այլ տեղում են։ Ժամացույցի սլակները։ Լսեք երեխաներ, ես կարծում եմ, որ մենք այդպես կներկայացնենք մեր մաթեմատիկայի դասագրքին, չէ՞ որ առանց մեզ շատ մաթեմատիկական գիտելիքներ է տվել։ Դա էլ է ճիշտ հաշվել սովորեցինք, մարեն հանել սովորեցինք, խնդիրներ լուծել սովորեցինք, երկրաչափական մանուելներ, պատկերներից տարբերեցինք, էլի շարունակեմ։ Ոչ, ավելի լավ է, մի եկ նվիրենք մաթեմատիկային։ Մեծացել եմ ես արդեն ու հաշվել եմ սովորել, ես կարող եմ մինչև 10 անձնական հաշվել, թե ուզում ես սովորել, ինձ հետ միասին հաշվել, թղթիկները վերբացեին ուղի լսեին, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 Ես արդեն ես եմ տեսպես, սովորել եմ լավ հաշվել, ես կարող եմ մինչև 10 անձնական հաշվել, թե ուզում ես սովորել, ինձ հետ միասին հաշվել, թղթիկները վերբացեք ու ինձ լսեք, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 Մենք փորձում ենք սովորել, մատիկներով ճիշտ հաշվել, շատ շուտով կարող ենք մենք հանել ու մարել, թե ուզում ես սովորել, ինձ հետ միասին հաշվել, թղթիկները վերբացեք ու ինձ լսեք, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 Ողջ ուսումնական տարվա ընթացքում իմ ամենասիրած աշխատանքներից մեկը իմ այբենարանի ստեղծումն էր։ Ստացվում է, որ մենք մեր ձեռքերով գիրք ստեղծեցինք։ Այլ ավելի շնորհակալ։ Ինչքան շատ ու եկավ ուղերձը։
Ակրոստիկոսը Այբենարան բարով, որը մեզ նվիրեց մեր առաջին ուսուցչուհին, այն դարձավ իմ Այբենարանի առաջին էջը, եկեք այն արտասանենք։ Այսօրվանից և այսուհետ յուրաքանչյուր մեր օրը բերելու է մեզ մի նոր բան, բերելու է շատ գիտելիք։ Երազանքներ են կատարվելու նկարներով ու բառերով։ Առաջ ենք մենք միշտ գնալու, րոպեն զուր չենք վատնելու։ Աբաղ ինչպես մեր արան, նպատակին ենք մեր հասնելու։ Շատ արագ անցավ ժամանակը, պետք է հրաժեշտ տանք Այբենարանին։ Իմ սիրելի Այբենարան, ամենաթանկ իմ գանձարան, այսօր տոն է, ուրախ հանդես, հրաժեշտ ենք տալիս մենք քեզ։ Արդեն գիտենք կարդալ գրել, ձեռքեր ունենք, հայոց գրել, ամենամեծ տոնն է այսօր, տորերի մեջ մեր հին ու նոր։ Բաժանվում ենք, բայց ես գիտեմ, որ մենք հաճախ կհանդիպենք, չէ՞ որ ամեն գիրք կարդալիս նրա միջից խշշուտաց ինձ։
խոսքերով ես ուզում եմ ավարտել։ Նախ ուզում եմ ներողություն խնդրել իմ աշակերտներից, որ նրանց մանկությունից մեկ տարի խլեցի, բայց կարծում եմ այդ մեկ տարին չի կորել։ Մենք այսօր փորձեցինք դաս միջոցառման օգնությամբ ձեզ ցույց տալ մեր ձեռք բերած գիտելիքների ամենը մի փոքր մասը, եւ կարծում եմ այն մեզ հաջողվեց։ Ապրեք երեխաներ։ Դուք լավ իմացեք, որ մանկություն ասվածը մի հրաշալի աշխարհ է, այնքան լուսավոր, այնքան ուներ, անհավանական անակնկալներով, որ ես ուզում եմ ձեր կյանքի մնացած բոլոր օրերը անցնեն այսօրվա պես ուրախ, հնարավ, ջերմությամբ, լուսավորությամբ լի, եղեք առողջ, եղեք հաջողակ, եղեք երջանիկ, երջանկացրեք ձեր հարազատներին, ձեր ծնողներին, ձեր շրջապատող մարդկանց, գնահատեք կյանքը, սիրեք ու եղեք սիրված։ Շնորհավորում եմ բոլորին, շնորհավորում եմ ծնողներին, շնորհավորում եմ երեխաներին, ես կարծում եմ մեր տոնը ստացվեց, կայացավ։ Ես շատ շնորհակալ եմ ձեզանից։ Շատ շնորհակալ եմ նաև մեր մայրիկներին, որ այսքան արու զավակներ են ծնվել մեզ համար, մեր երկրի համար, մեր ապագա բանակի համար։ Իհարկե մի քիչ հեշտ չի մի դասարանում այսքան տղա, բայց կարծում եմ մենք հաղթահարեցինք անգամ այս դժվարությունը։ Շնորհակալ եմ ծնողներին իրենց աջակցության համար, որ անընդհատ, անընդմեջ բոլոր պահերին կողքից կանգնած են եղել։ Շնորհակալ եմ տնօրինության համբերատարության համար մեր բազմաթիվ ու անվերջանալի փորձերին դիմանալու հանդիսվելով համար։ Շնորհակալ եմ մի խոսքով շատ մի քիչ շնորհակալություններ։ Շնորհակալություններով ավարտեց իր խոսքը, ես ուզում սկսել նրանից, որ իրականում երեխաները այդքան էլ իրենց անհոգ մանկությունը անիմաստ եւ անկազմակերպ ձևով չեն անցկացրել։ Նրանք մեկ տարվա ընթացքում այնքան գիտելիքներ են ձեռք բերել, որ ես այն նստած անդադ լսում էի նրանց տված դասի յուրաքանչյուր հանձնարարականը բավականին բարդ էր, անկեղծ ասած, ես ուզում եմ դա հատկապես ամրագրել, թե նրանք ինչքան բան գիտեին, բառը, հնչյունը, վանկը, մեզ ինչ դաս տվեցին եւ այլբերարանից եւ մաթեմատիկայից, այսինքն նրանք իսկապես արդեն ունեն լուրջ գիտելիքներ եւ մեկ տարվա ընթացքում նրանց ամբարած հնարավորություն կտան հետագա բոլոր տարիների ընթացքում դա օգտագործել եւ ի վերջո այս ամբողջը համատեղ աշխատանքի արդյունք է եւ Տիկին Պողոսյանի աշխատանքը պատահական չէր տղաների շատ լինելու մասին եւ խոսք գնաց, բայց համոզվեցին, որ ձայնավորները բավականին ուժեղ էին, այնպես որ Տիկին Պողոսյան այդ առումով մանավանդ որ դասարանում ունեն շատ գունեղ երեխաներ։ Ես վստահ եմ, որ դուք էլ նկատեցիք նրանց, առանձնացրեցիք, ամեն մեկը իր մեջ մնաց այս միջոցառումից հետո յուրովի իր տեղը գրավեց, որովհետև երբ ես նրանց նայում էի որպես ընդհանուր դասարան, դա այլ է։ Իսկ հիմա նրանք ամեն մեկը անհատականորեն տեղավորվեցին իմ հիշողության այդ դարակներով։ Եվ ընդհանուր առմամբ այստեղ շատ ավելի հուզիչ էր նաև հետևյալ բառը ինձ համար, որ կային աշակերտներ, որոնք արդեն չայ կտավոր ասում, բայց մեր թողնիկներն են, այսինքն սերունդը հաջորդում է մեկը մյուսին, այսինքն ես այստեղ տեսա, երբ ենթադրենք Պավլիկի աղջկան իր աշխուժ ժպտուն դեմքով անի աղջկան մյուսներին, բոլորին այդպես չառանձնացնել, այսինքն բարով են այդ եկել մեր դպրոց, հաստատվեցին մեկ տարվա ընթացքում, նրանց հետագա երթը թող լինի մեծ հաջողություններով եւ մենք էլ սպասում ենք, որ իսկապես մեր սաները պիտի մեծ ձեռքբերումներ ունենան։ Շնորհավորում եմ բոլորիս այս օրվա արդիվ, շնորհակալ եմ Կարինային եւ իր մայրիկին աշխատանքի համար, շնորհակալ եմ Աշոտին, որ մեզ այսպես շատ լուրջ ուրախություն եւ նաեւ ինքնավստահություն եւ մնացած բոլորին, ծնողներին, տատիկներին, մայրիկներին, Տիկին Նիկոլոսյան, այդպես մինչև վերջ երեխաների հետ երիտասարդանում ես, այնպես որ դեպքում շնորհակալ մեծ աշխատանք ես կատարել։ Բոլորն շատ հարազատ մարդիկ են, հարազատ դեպքեր են, բայց նաև ունենք հյուրեր, այսպես ասեմ, հյուրեր եւ Տիկին Լենան
մանկապարտեզի դուք գիտեք վաղուց արարատում հեղինակություն եւ իր մանկապարտեզն առանձնանում է նաեւ մյուսներից իր բովանդակային առումով ես շնորհակալ եմ որովհետեւ կարևորվեց սերնդափոխությունը այսինքն դուք այստեղ տեսաք ձեր երեխաներին որոնք շարունակությունը մեծ մոտ է երաժշտական դպրոցի տնօրենը Ինգայանին շնորհակալ եմ որովհետեւ կողքից ուղումներ ինձ համար որոշակի շփումներ արվեց եւ այդ առումով ես հաշվի կառնեմ եւ Տիկին Հայրուշը որը մեր համար մեր Տիկին Հայրուշն է ուրախ եմ որ մեզ կողքին է բոլորը Ես շատ արագ կազմակերպեմ, հա, փոքրիկ նվեր անակնկալներ ունենք մեր երեխաներին։ Ես սրանք են հանցնեմ։ Ստեփանի Նաշով։ Ադամյան Վահադեն Հակորյան Հայկազ Լենդրու Շասոյան Զաքարյան Նարեկ Վիգեն Աբրոյան Բարսելյան Հրաչյա Ղարիբյան Նարեկ Սահակյան Նարեկ Իշխանյան Հրաչ Անդոսյան Գոր Եվ Բաբայան Էրիկ Գալստյան Նարեկինը մնացել էր, աղջիկներին էր խառնում էր տներից Եվ մեր աղջիկներինը, Տոնիկյան Մարի, Հակոբյան Անահիտ, Օհանյան Կարինա Narek. Rasparyan Narek. Yasin Dayana. Եվ Ասատրյան Անիտա։ Մեր հասարակությանը ապագայում լավ մարդ դաստիարակելու համար անշուշտ շնորհակալ եմ։